աշխարհիկ երկրում զինված ուժերի խորհրդանիշերի վրա խաչը ինչ գործ ունի։ Սա համարեք փոքրիկ լիրիկական զեղում այն մարդկանց կողմից, որտեղ այդ կարծիքներն էլ եմ լսել, էլի թե հավատքը, տավանանքը ինչ գործ ունի բանի վրա, պետական իշխանության խորհրդանշի վրա, իշխանության ճյուղի կամ չգիտեմ մարմնի, հա, երբ օրինակի համար զինված ուժերում ծառայում են ոչ քրիստոնյաներ, ոչ հավատացյալներ, ինչ անեն այդ մարդիկ։ Նույնիսկ Միացյալ Նահանգներում այդ վեճը շատ հնուց կա, դոլարի վրա տեսել եք, չէ, 1000-ով մի տեղ կախած գրած է։ Մենք Աստծուն ենք հավատում, եւ լիքը վեճեր կան։ Իրավաբանները, իրավակետները վիճում են, ասում են՝ լավ, եթե երկիրը կրոնի դոմինացիա չի սահմանում, հա, արգելում է ավելի ճիշտ սահմանադրությունը, առաջին լրացումը, ինչի պետք է դոլարի վրա օրինակ եւ մի շարք շենքերի ճակատներին, դատարաններում, բաներում գրված եղնի, որ մենք Աստծուն ենք հավատում։ Ճիշտ այնտեղ չի գրած, որ Աստծուն են էլի հավատում։ Այս դեպքում քրիստոնեական սիմվոլը աշխարհիկ պետության զինանշանի վրա է, չեմ ուզում խորանալ այս թեմայով, գիտեմ, լիքը մարդ ասում է՝ լավ, դե մեր օգնական Աստվածը էսայինը փրկելու է մեզ, բան, ցենք անեք էլի, հենց որ փրկեց խաբար արեք իմանանք էլի։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։